Այժմ խոսենք 5 թվի սիրային համակեցության մասին 1-ից 9 թվերի համակարգում։ 5-ի և 1-ի միությունը երկու անհատների այնպիսի միություն է, ովքեր հարգում են միմյանց ազատությունը։ Այստեղ 1 թիվը կրողը հզոր հենարանը 5-ի համար։ 5-ը մշտապես նոր գաղափարներ ստեղծելու փնտրտուքի մեջ է։ Այստեղ 1-ը նրան օգնում է գտնել գաղափարների իրացման հստակ ուղիներ։ Այս համակեցությունը ամրապնդվում է 1 թվի զիջումների արդյունքում։ 5-ի և 2-ի համակեցությունը կայանում է փոխադարձ զգացմունքայնության ֆոնին։ 5-ի և 2-ի համակեցությունը կայանում է փոխադարձ զգացմունքայնության ֆոնին։ 2-ի խորը հուզականությունը և ուշադրության կենտրոնում լինելու հակվածությունը, եթե շրջանցի անընդհատ շարժման մեջ գտնվող 5-ը, ապա դա կարող է տագնապ առաջացնել 2-ի նուրբ հոգում։ Պետք է 5-ը բարձրաձայն խոսի իր զգացմունքների մասին, որը վստահություն կառաջացնի այս համակեցությունում 2 թիվը կրողի համար։ 5-ի և 3-ի համակեցությունում թեև չկա մշտական կենցաղային կայունություն, սակայն այս զույգի կյանքում միշտ տոն է։ Նրանք լավագույնս հասկանում են իրար, երկուսն էլ սիրում են ստեղծագործել, ճամփորդել, նոր գիտելիքներ ձեռք բերել։ Այս զույգը միմյանցից չի ձանձրանում, որով էլ նրանց համակեցությունը ամրապնդվում է և դառնում հուսալի։ 5-ի և 4-ի հարաբերությունը։ Եթե 5-ը սովորեցնի 4-ին ճկուն լինել հարաբերություններում, իսկ 4-ը 5-ին սովորեցնի չխախտել պայմանավորվածությունները, պահել կանոնները այս համակեցությունում, ապա այս համագործակցության ֆոնին նրանց համակեցությունը կլինի շատ օգտակար և հետաքրքիր։ Երբ հանդիպում են երկու 5-երը։ Այս սիրային համակեցությունը երկու փոթորիկների միությունն է, դեմ հանդիման։ Թեև այս զույգի հարաբերությունները լի են շարժումով, արկածներով, սակայն իրար հանդեպ պատասխանատվության պակասը երբեմն սառնություն է բերում նրանց կյանք։ Այս զույգը իրենց համակեցությունը կարող է փրկել փոխադարձ ջերմության մթնոլորտով։ 5-ի և 6-ի համակեցությունը։ Սա սիրո և ջերմության կապով ստեղծված համակեցություն է։ Այն կայանում է 6-ի նախաձեռնությամբ։ 5-ին 6-ը հանգստացնում է ստեղծելով հարմարավետություն և անկաշկանդ մթնոլորտ ընտանիքում։ Այս կապը գնահատում է անհանգիստ 5-ը, քանի որ մշտապես հայտնվում է ընտանեկան ջերմ ու վստահելի միջավայրում։ Երբ հանդիպում են 5-ն ու 7-ը, այս համակեցությունում նյութական և հոգևոր ներդաշնակություն է տիրում։ 5-ը 7-ին օգնում է իրականացնել իր նպատակները, նրան հանելով իր ներքին հոգևոր թմբիրից, իսկ 7-ը 5-ին օգնում է կյանքում ձեռք բերել հավասարակշռություն նյութական և հոգևոր ոլորտների ներդաշնակեցմամբ։ Երբ 5-ը հանդիպում է 8-ին, այս համակեցությունում 8-ի պահանջկոտությունն ու կարգապահության պահպանումը 5-ին հարմարավետ չէ։ Որպեսզի այն կայանա, այս զույգը պետք է ունենա ընդհանուր շահ և նպատակ։ 8-ի խիստ կանոններով ապրելը 5-ին զրկում է իր ազատությունից, ուստի որպեսզի այս միությունը կայանա, պետք է հավասարակշռությամբ բերվեն կարգապահությունն ու ազատությունը։ 5-ի և 9-ի միությունում այս համակեցությունը էներգիաների բուռն արտահայտում է, ուր 5-ը 9-ին ազատության ֆոնին տալիս է մտքի թռիչք, իսկ 9-ը պաշտպանություն և ուժ է տալիս 5-ին։ Նրանց միությունը կայանում է փոխադարձ վստահության և զգացմունքային առատության ֆոնին։ Այս համակեցությանը ուժ է տալիս միմյանցից փոխադարձ իրազեկվածությունը։